Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Իրանը հրթիռներով և ԱՏՍ-ներով չի հարվածի հարևան երկրներին, ինչ պայման է դրել Իրանի նախագահը։ Իրան-Իսրայել ԱՄՆ հակամարտության 8-րդ օրն է, Վաշինգտոնը շարունակում է սպառնալիքները։ Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Լիբանանին, ինչն է թիրախավորել այս անգամ Թել Ավիվը։ Անկարան երկու քարի արանքում է, Իրանից հետո Իսրայելի թիրախը արդյոք կլինի Թուրքիան։ Քանի երկրի քաղաքացի է Հայաստանի տարածքով դուրս եկել Իրանից։ Իրանի դեմ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած պատերազմի 8-րդ օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է այլևս հարվածներ չհասցնել հարևան երկրներին, եթե այնտեղից հարվածներ չլինեն։ Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հարվածների համար։ Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեկ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է, որ հարևան երկրները այլևս չեն ենթարկվի հարձակման կամ հրթիռային հարվածների, եթե Իրանի վրա չլինեն հարձակումներ նրանց տարածքից։ Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի դարձեք։ Հնարավոր է մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է։ Կոչ եմ անում խաղալիք չդառնալ Միացյալ Նահանգների և Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ։ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա։ Մինչ ուղերձը Մերձավոր Արևելքում սրվող վիճակի մասին հեռախոսով զրուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Փեզեշքյանը ներկայացրել է հակամարտության վերջին զարգացումները, իսկ Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Թեհրանը նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի վստահում և այս փուլում չի ցանկանում բանակցություններ վարել։ Իրանի փոխարտգործնախարարի խոսքով Ժնևում բանակցությունների վերջին փուլը հաջող էր ընթանում և նույնիսկ կարող էր հանգեցնել դիվանագիտական կարգավորման։ Սակայն ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխել է իր դիրքորոշումը և այդպիսով փակել խնդիրը երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունը։ Ոչ, մենք չենք վստահում ամերիկացիներին։ Նրանք դավաճանել են ոչ միայն մեզ, այլև դիվանագիտությանը։ Մենք բանակցային գործընթացի մեջ էինք, երբ մեզ վրա հարձակվեցին։ Մենք չենք սկսել այս ագրեսիվ պատերազմը։ Իրականում Միացյալ Նահանգները բաց թողեց այդ հնարավորությունը։ Մենք բարեխղճորեն բանակցություններ էինք վարում և հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի դրանք գոհացուցիչ արդյունքի հանգեն։ Անցյալ 5 շաբթի Ժնևում կայացած բանակցությունների վերջին փուլը հաջող էր։ Հիմա մենք պետք է հարց տանք ամերիկացիներին, ինչու նրանք մտափոխվեցին և ինչու ուժի դիմեցին։ Թեհրանի նման հայտարարություններին զուգահեռ Վաշինգտոնը խոսում է նոր հնարավոր հարվածների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են թիրախավորել Իրանի այն շրջանները, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել։ Այսօր Իրանին շատ ուժգին հարված կհասցվի։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն դիտարկվում է որոշ շրջանների ամբողջական ոչնչացման և մարդկանց այնպիսի խմբերի անխուսափելի մահվան հնարավորությունը, որոնք մինչ այս պահը թիրախ չէին դիտարկվում։ Ավելի վաղ Թրամփը նաև պարզաբանել էր, թե ինչ նկատի ունի Իրանից անվերապահ կապիտուլյացիա պահանջելով։ Նրա խոսքով խոսքը ոչ թե հանձնվելու, այլ Իրանի ռազմական կարողությունների լիակատար ոչնչացման մասին է։ Անվերապահ կապիտուլյացիայից և արժանի առաջնորդի ընտրությունից հետո մենք մեր շատ հրաշալի և շատ խիզախ դաշնակիցների և գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք։ Իրանը դուրս կբերենք անդունդի եզրից և կդարձնենք այն տնտեսապես ավելի զարգացած, ուժեղ և հաջողակ, քան երբևէ։ Մերձավոր Արևելքում շարունակող լարվածությունն արդեն նկատելի ազդեցություն է թողել նաև տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա։ Ամեն ինչ սկսվել է Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչուների հարվածից հետո։ Թեհրանը պնդում է, որ որևէ կապ չունի այդ հարվածների հետ և այն վերագրում է Իսրայելին, սակայն Բաքուն շարունակում է մեղադրել Իրանին։ Այս լարվածության ֆոնին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնիսկ շտապ մեկնել է Թուրքիա։ Ի դեպ Ստամբուլում Բայրամովը արդեն հանդիպել է Հական Ֆիդանի հետ։
Բայց հետաքրքիր է, որ Անկարայում ձևավորվել է բավական հետաքրքիր մթնոլորտ։ Հասարակական եւ մեդիա դաշտում հաճախ քննադատում են Ադրբեջանին Իսրայելի հետ սերտ հարաբերությունների համար, բայց միևնույն ժամանակ պաշտոնական Թուրքիան շարունակում է զգուշավոր հարաբերություններ պահպանել Թել Ավիվի հետ։ Ինչով է պայմանավորված այս երկակի մոտեցումը եւ կարող է արդյոք այն անդրադառնալ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, մեկնաբանում է քաղաքագետը։ Սա որոշակի գործիք է, փափուկ ուժի գործիք է, որով փորձ է արվում Ադրբեջանում որոշակի տրամադրություններ գեներացնել, հատկապես ադրբեջանական էլիտաներին ցույց տալ, որ Թուրքիայում կա դժգոհություն այսպիսի քաղաքական գծի նկատմամբ։ Մյուս կողմից, քանի որ հակամարտության մեջ ներգրավված է Միացյալ Նահանգները, իսկ Թուրքիան դեռ վերջերս, այսպես ասենք, փորձել հարաբերությունները կարգավորել Միացյալ Նահանգների հետ եւ տարբեր գործարքների մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, ես կարծում եմ, սա այն հիմնական պատճառն է, որը այս պահին զսպում է Թուրքիային հակաիսրայելական ավելի կոշտ հայտարարություններ չանելու հետ կապված։ Բայց նախորդի, օրինակ, հունիսյան 12-օրյա ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան մինչև Միացյալ Նահանգների ներգրավվելը ռազմական գործողությունների մեջ բավականին այսպես ակտիվ հակաիսրայելական ռետորաբանություն էր որդեգրել։ Իսկ Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Լիբանանին։ Իսրայելական հարվածների թիրախում է հայտնվել նաև ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիտորդական կետը։ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով արդեն կա 217 զոհ և 798 վիրավոր։ Ավիահարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի ամենահայտնի պատմամշակութային համալիրներից մեկը՝ Գոլեստանի կամ Վարդերի պալատը։ Ինչ վնասներ է կրել պալատը, ինչ նշանակություն ունի այն իրանցիների համար, ներկայացնում է Զառա Սարգսյանը։ Սա Թեհրանի սրտում գտնվող ու Իրանի այցեքարտը համարվող Գոլեստանի կամ Վարդերի պալատն է։ Իսկ սա արդեն ավիահարվածներից հետո ճարտարապետական այս գլուխգործոցի ներկայիս տեսքը։ Ապակու բեկորներ հատակին, ջարդուփշուր եղած ու ոչնչացված իրեր, պատուհանների շրջանակներ, պատեր։ Ղաջարիների դարաշրջանի գլուխգործոցն այժմ դժվար ճանաչելի է դարձել։ Չնայած համալիրի արտաքին տեսքին հասցված վնասին, Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ արժեքավոր արտեֆակտների ամբողջ հավաքածուն հունվարին տեղափոխվել է անվտանգ վայր։ Հետևաբար ներսում գտնվող գանձերը մնացել են անձեռնմխելի։ Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս համալիրի ոչնչացումն ուղղակի հարձակում է ազգային մշակութային ինքնության վրա։ Այս հիասքանչ ճարտարապետական համալիրը կառուցվել է 16-րդ դարում։ Պալատը, որ բաղկացած է 17 շենքից, այդ թվում թանգարաններից ու դահլիճներից, համարվում է ժամանակակից Իրանի մշակութային խորհրդանիշը։ Դրա յուրաքանչյուր շինություն հետաքրքիր է իր ձևով, չնայած դրանք բոլորը կառուցված են ճանաչելի պարսկական ոճով՝ խոր կամարակապ այվաններ, իրար հաջորդող փակ դահլիճներ, ինտերիերում հայելային խճանկարների առատություն եւ ճակատային հատվածում բազմագույն սալիկներ։ Դարերի ընթացքում պալատի արտաքին տեսքը փոփոխությունների է ենթարկվել։ Զգալի ճարտարապետական փոփոխություններ են տեղի ունեցել Քարիմ խան Զանդի, աղա Մուհամմադ խան Ղաջարիի, որը Թեհրանը դարձրեց Իրանի մայրաքաղաք, եւ Նասր էդ-Դին Շահի օրոք, որը թաղված է հենց պալատի տարածքում։ Պալատի գլխավոր այցեքարտերն են Մարմարե գահը, Թախտ մարմարը, որտեղ տեղադրված է տպավորիչ գահը, որը քանդակված է Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից, ընդհանուր 65 մասից։ Շահերի թագադրումները տեղի են ունեցել հենց այստեղ։ Ադամանդիա սրահը, Թալարե ալմասը, որն իր անվանումը ստացել է ներսի պատերի եւ առաստաղի հայելային զարդանախշերի պատճառով, որոնք փայլում են ադամանդի պես։ Հայելիների սրահը, Թալարե Այնեն, հավանաբար ամենահայտնի սրահը, որի պատերն ու առաստաղն ամբողջությամբ պատված են բարդ հայելային խճանկարներով։
Եվ Արևի տունը Շամսոլ Էմարեն, բարձրահարկ շենք 2 աշտարակով, որը մի ժամանակ Թեհրանում ամենաբարձրն էր։ Շահն այն օգտագործել է քաղաքի համայնապատկերով հիանալու համար։ Պալատն այնքան սիրված է ու կարևոր իրանցիների համար, որ դրա պատկերը հայտնվել է 1974 թվականին իրանական 5000 ռիալ արժողությամբ թղթադրամի վրա։ 2013-ի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն պաշտոնապես գրանցեց որպես համաշխարհային ժառանգության վայր, հաստատելով այս պարսկական ճարտարապետական համալիրի համաշխարհային արժեքը։ ԱՄՆ-Իսրայել հարվածներից անմիջապես հետո միջազգային այս կառույցը խոր մտահոգություն հայտնեց եւ խոստացավ ուշադիր հետևել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված իրավիճակին։ Մտահոգություն հայտնեց ու խոստացավ։ Միայն այդքանը։ Իսկ մինչ մեր աչքի առաջ պատմություն է ջնջվում, աշխարհն ինչպես միշտ լուռ հետևում է։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Թեհրանի գլխավոր եւ ամենածանրաբեռնված Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստան են անցել 41 երկրների քաղաքացիներ։ Նույն ժամանակահատվածում Հայաստան են վերադարձել նաև հայաստանցիներ։ Նախարարության փոխանցմամբ վերջին 2 օրերին Արաբական Միացյալ Էմիրություններից Fly Dubai ավիաընկերության 2 չվերթով Հայաստան է ժամանել Հայաստանի 197 քաղաքացի։ Նախատեսվում է ևս 45-ի վերադարձը։ Իդեպ Դուբայ-Երևան հերթական չվերթի ինքնաթիռը արդեն օդում է։ Թռիչքը նախատեսված էր առավոտյան 6:55-ին, սակայն օդանավակայանի մերձակայքում անօդաչուի պայթյունի պատճառով այն 2 անգամ հետաձգվել էր։ Զվարթնոց օդանավակայանի արձանչվածուցակի համաձայն օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21:35-ին։ Բարդ իրավիճակի եւ փակ օդային տարածքների պատճառով այժմ Դուբայ-Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ, նախկին 3-ի փոխարեն։ Միաժամանակ Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի քաղաքացիություն ունեցող 2 քաղաքացի։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան, իսկ մյուսի վերադարձը կազմակերպվում է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։